Ողջույն բոլորին, այս տեսանյութում ուզում եմ խոսել 2026 թվականի կարևոր ամսաթվերի մասին, երբ է լինելու խավարումը եւ այլն, այնտեղ բավականին շատ մոլորակներ են տեղափոխվում մեկ այլ նշան, որը երբ է կատարվելու, որը շատ կարևոր մի օր ունենք, որն ինձ զարմացրել է։ Եվ հենց ուզում եմ սկսել այդ օրվանից։ Արևի խավարումը, որը տեղի է ունենալու գարնանը, չնայած դեռ գարուն էլ չէ, ձմռանը, բավականին շուտ է տեղի ունենալու, փետրվարի 17-ին է տեղի ունենալու ջրհոսնշանում։ Փետրվարի 17-ին լինելու է արդեն ձիու տարին։ Օձի տարին ավարտվում է եւ սկսվում է ձիու տարին, եւ այս խավարումը հենց մաքրելու է դա, մաքրելու է եւ շատերին նոր կյանքի ապահովելու։ Եվ լուսնի խավարումը տեղի ունենալու մարտի 3-ին, արդեն կույս նշանում։ Եվ հաջորդ խավարումները լինելու են արևի խավարումը օգոստոսի 12-ին, իսկ լուսնի խավարումը օգոստոսի 28-ին։ Արևի խավարումը կլինի առյուծ նշանում, լուսնի խավարումը կլինի ձկներ նշանում։ Նաև հյուսիսային հանգույցները, դա կարմայական այդ կետերն են, այդ հանգույցները տեղափոխվում են մեկ այլ նշան, առյուծ եւ ջրհոսնշան, ամռանը։ Մենք այդ մասին անպայման կխոսենք, մինչև ամառ դեռ բավականին ժամանակ կա եւ այնտեղ են մնալու մինչև 2028 թվականի մարտի 26-ը։ Այնպես որ թող պատրաստվեն առյուծները եւ ջրհոսները։ Ձեզ մոտ է տեղի ունենալու փոփոխություն, մաքրման փուլ, որպեսզի նոր կյանք սկսեք։ Եվ Սատուրնի անցումը Խոյ նշան, Սատուրնը նախկինում Խոյ համաստեղությունում է եղել 1996 թվականի ապրիլի 6-ից մինչև 1999 թվականի փետրվարի 28-ը։ Այս ժամանակահատվածում ծնվածները կանցնեն իրենց առաջին Սատուրնի ցիկլը։ Նրանք, ովքեր բավականաչափ մեծ են, պետք է փորձեն հիշել, թե այդ ընթացքում ինչ լուրջ պարտականություններ են ստանձնել։ Սա կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպիսի ցիկլի մեջ եք անցնում հիմա։ Եվ իհարկե Յուպիտերը, որը տարվա առաջին կեսին կլինի դեռևս Խեցգետին նշանում մինչև հունիսի 30-ը, եւ դրանից հետո արդեն տեղի կմտնի արդեն առյուծ համաստեղություն հունիսի 30-ից մինչև 2027 թվականի հուլիսի 26-ը։ Խեցգետնի մեջ եղել են նախորդ տարիներին 2013-ից 14-ը, հիշեք, թե ինչ է կատարվել, որովհետև դեռ մենք ունենք կես տարի, հիշեք ինչ է կատարվել այդ ժամանակահատվածում եւ նման որոշ մի բան է տեղի ունենալու կամ շարունակվելու ձեր կյանքում դեռ մինչև 2026 թվականը։ Իսկ Յուպիտերը Խեցգետնի մեջ կլինի 2037 թվականին։ Իսկ արդեն առյուծ համաստեղությունում եղել է նախկինում 2014 թվականից մինչև 15 թվականները։ Այնպես որ եւս հիշեք, թե այդ ժամանակահատվածում ձեզ ինչ է տվել Յուպիտերը եւ հիմա եւս այն ձեզ կտա այն ինչ որ պետք է տար։ Տվել է այն անցած ժամանակ։ Դե ոչ նույնը կարող է լինել, բայց նման որևիցե մի բան։ Եվ հաջորդ, երբ որ պետք է լինի Յուպիտերը առյուծ նշան, դա տեղի կունենա 2038 թվականին։ Եվ դե Պլուտոնը ջրհոսում է բնականաբար 2023 թվականի մարտի 23-ից է այնտեղ մտել, դեռ 0 աստիճանում էր բավականին երկար ժամանակ։ Եվ այնտեղ կմնա մինչև 2043 անգամ 2044 թվականները։ Նախորդը տեղի ունեցել 1777 թվականին, իսկ հետո, երբ որ կրկին նա կլինի ջրհոսնշանում, դա կլինի 2269 թվականին, որտեղ որ մենք չենք լինի, հա, մեր արկայությունը չի լինի։ Եվ մենք այս տարի ունենք Վեներայի հետադարձը, կխոսեմ դեռ այդ մասին, խոսեմ Մերկուրիի հետադարձից, հետո Վեներայի հետադարձի ժամանակ շատերն են բաժանվում, դա համար պետք է շատ ուշադիր լինեք։ Մանրամասն ես այդ մասին կխոսեմ։ Մերկուրին հետադարձ է լինելու 4 անգամ կարծես թե 2026 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 20-ը ձկներ նշանում եւ հետո հաջորդը տեղի կունենա հունիսի 29-ից հուլիսի 24-ը, կարող ձեզ մոտ գրանցել նաեւ եւ այդ ժամանակահատվածում
կանգ առնել, մաքրել ձեր գործերը, հետ վերադառնալ, անել այն ինչ որ պետք է ավարտին հասցնեք։ 3 անգամ է լինելու, հաջորդը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 13-ը, լավ է գոնե 3 անգամ է։ Հուլիսի հետադարձը, հունիս եւ հուլիսի հետադարձը կլինի խեցգետին նշանում, իսկ արդեն հոկտեմբերից նոյեմբերը դա կարիճ նշանում է։ Եվ հաջորդը Վեներան է, որը հետադարձ է լինելու հոկտեմբերի 3-ից 2026 թվականի մինչև նոյեմբերի 14-ը, կարիճից սկսվելու է, կշեռքում ավարտվի։ Այնպես որ պետք է ովքեր որ թողնային իրենց քարտեզը, տեսնեն որտեղ է գտնվում այս նշանները, եւ եթե զգում եք ձեր 7-րդ տանն է, առաջին տանն է, 4-րդ, 10-րդ եւ այլն, հա, ամենայն դեպս սա բոլորի վրա է ազդում։ Եթե ոչ անձնական, ապա գումարը։ Գումարն է հետաձգվում, անձնական կյանքն է շատ բարդ, որովհետեւ երբ որ հետադարձ է լինում Վեներան, մարդիկ տեսնում են դիմացինի բացասական կողմերը եւ սկսում են ավելի սրվել այդ բացասական կողմերի վրա, ֆիքսվել դրա վրա եւ բերում է դա բաժանման։ Արդեն այդ ժամանակահատվածում լինում են վեճեր անհիմն բաների վրա, որ անգամ կարող է դիմացինը զարմանալ, որ 10 տարի է օրինակ ես խռսնում եմ, բայց 10 տարի դու ոչինչ չես ասում, հիմա չգիտեմ ինչու դու ահա դա սարքել ես բաժանման պատճառ։ Եւ այդպես կարող է շատ ընտանիքներ քանդվեն, ընդհանրապես յուրաքանչյուր Վեներայի ժամանակ քանդվում են ընտանիքներ, շատ ընտանիքներ են քանդվում, շատերը նաեւ զրկվում են հարստությունից, որովհետեւ սխալ քայլ են անում, սխալ պայմանագրեր են կնքում այդ ժամանակահատվածում, գումարն է ուշանում, դանդաղում է ինչ-որ պրոցես, բիզնեսը եւ այլն, որը որ եւս հա մարդուն դարձնում է ավելի գումարի հետ կապված ֆինանսական հարցերով ավելի անկայուն։ Եվ հաջորդ հետադարձը դա Յուպիտերն է, որը տեղի կունենա այստեղ մի փոքր հիմա դեռևս ինքը հետադարձ է, դեռևս 1 րոպե, հիմա ասեմ։ Այո, դեռ մինչև մարտի 11-ը ինքը կլինի հետադարձ, նոյեմբերի 11-ից է եղել հետադարձ, ես չեմ խոսել այդ մասին։ Մինչև մարտի 11-ը կլինի հետադարձ, դա խեցգետին նշանում է, եւ հաջորդ հետադարձը լինելու է 2026 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 2027 թվականի ապրիլի 13-ը։ Այստեղ առյուծ նշանում է լինելու։ Ընդհանրապես Յուպիտերը երբ որ հետադարձ է, իր այդ լավ պահերը, որ ինքը ամեն ինչը մեծացնում է, դա հիվանդության համար է լավ, երբ որ ինքը հետադարձ է, որովհետև հիվանդությունը քչանում է, փոքրանում է, բայց հաջողության համար, որը տալիս է Յուպիտերը, այդ ժամանակահատվածում նա չի տալիս ուղղակի։ Շատ մարդիկ չեն կարողանում հաջողության հասնել այդ ժամանակահատվածում, երբ որ Յուպիտերը հետադարձ է լինում։ Պետք է սպասեն, երբ որ ուղղահայաց լինի, մինչև իրենց գործերը կարգավորվի։ Սատուրնը լինելու է եւս հետադարձ, բնականաբար յուրաքանչյուր 6 ամիսը մեկ Սատուրնը հետադարձ է լինում, 6 ամիս դաս է տալիս, մյուս 6 ամիսը պատասխաններն է ուզում դրանից։ Ինչպես որ մենք գնում ենք դպրոց, սովորում ենք եւ հանձնում ենք քննություն, սովորում ենք, չէ՞ որոշ ժամանակ հետո քննություն։ Նույնն էլ Սատուրնը, հա, սովորացնում է 6 ամիս, հետո այն մյուս 6 ամիսը դասեր է տալիս։ Եթե դասերը չեք անցնում 6 ամիս հետո եւս էլի շատերը բաժանվում են, աշխատանքից են զրկվում եւ շատ այլ հարցեր, առողջություն եւ այլն։ Եվ հետադարձ է լինելու Սատուրնը, դա հիմա արդեն ինքը վերջացել է իր հետադարձ դիրքը, կարծես թե ոնց որ չկա հետադարձ չի։ 2026 թվականի հուլիսի 26-ից մինչև դեկտեմբերի 11-ը հետադարձ կլինի, դա արդեն խոյ նշանում բնականաբար։ Ուրանը, որը հետադարձ է լինելու, Ուրանի հետադարձն էլ եւս աննկատ չի անցնում, շորշոպներով է անցնում, էլեկտրականության հետ կապված խնդիրներով է անցնում, տեղեր կան վառվում են, ինքնաթիռներ են ընկնում, վերջերս եւս էլի ինքնաթիռի հետ կապված խնդիրներ եղան, որովհետեւ ինքը հիմա հետադարձ է դեռևս, հա, մինչև փետրվարի 4-ը դեռևս հետադարձ է լինելու Ուրանը, 2026 թվականի փետրվարի 4-ը։
Իսկ 2026 թվականից արդեն սեպտեմբերի 10-ից հետադարձ է լինելու մինչև եւս էլի փետրվարի 8-ը, արդեն 2027 թվականի փետրվարի 8-ը։ Դուք էլի եմ ասում, կարող եք ձեզ մոտ գրանցել սա, որովհետև սրանք շատ կարևոր թվեր են եւ մոլորակների հետադարձն ու ուղղահայացը մեզ վրա շատ է ազդում։ Նամա շատ մարդիկ չեն կարողում գործեր առաջ տանել, հատկապես թե որտեղ է գտնվում ձեր քարտեզում։ Եթե ինչ-որ մի հստակ կարևոր տեղում է գտնվում նա ձեզ ուղղակի այդ ոլորտում հաջողություն չի տալիս ու վերջ։ Չեք կարողում այդ ոլորտը զարգացնել։ Նեպտունը, որը եւս փոխեց իր նշանը, մտավ խոյ նշան, հետադարձ է լինելու հուլիսի 7-ից մինչև դեկտեմբերի 13-ը, խոյ նշանում բնականաբար։ Հաջորդը Պլուտոնն է, Պլուտոնը 2026-ին կլինի հետադարձ մայիսի 6-ից մինչև հոկտեմբերի 16-ը ջրհոս նշանում։ Եվ արդեն մոտապես ինքը 3 աստիճան ջրհոսում է, 3-ից 5, եւ պետք է այդ նոր դեռ որ ովքեր որ ծնվել են, ովքեր որ եթե իրենց քարտեզը գիտեն, օրինակ գիտեն, որ 3 աստիճան ջրհոսում են ծնվել, 5 աստիճան կամ 4 աստիճան ջրհոսում են ծնվել, ապա դուք պետք է պատրաստվեք այդ փուլին ավելի շատ ձեզ վրա է ազդելու։ Երբ որ դուք այդ ժամանակահատվածում կամ եթե ունեք որևէ մոլորակներ այդ աստիճաններում, ապա եւս իրենց վրա է ազդելու։ Միայն Վեներայից պետք է ուշադիր լինել, հատկապես եթե դողում եք ձեր հարաբերությունների համար, որովհետև էլի եմ ասում, այն ամեն մի կեղտոտ բանը հանում է դուրս հետադարձ Վեներան։ Յուրաքանչյուր բան, որ մարդը սկսում է, դիմացինը ձեզ համար ուղղակի տհաճ է լինում։ Եվ դուք էլ եք իր համար տհաճ լինում։ Այդ փուլը ուղղակի պետք է հաղթահարեք։ Շատերը չեն հաղթահարում։ Ամեն մի այդպես եւ նոր ծանոթություններ չի կարելի այդ ժամանակահատվածում եւ յուրաքանչյուր ամենամանր մունր ինչ որ հարցերը ձեզ մեծ ինչ որ խնդիրներ է ստեղծում, մեծ ինչ որ խնդրեմ է դիմացին ասում եք, սա ով է, ինչու է իր հետ ամուսնացա, կամ ինչու եմ իր հետ շփվում, կարող եք այդ ընթացքում բաժանվել եւ հետո միանալ, բայց էլ չկարողանաք միանալ։ Եվ բացի դա էլ այդ ժամանակահատվածում շատ են գալիս նախկինները եւ ուզում են եւս էլի ընտանիք վերադառնալ կամ ընկերություն անել, դա եւս չի թույլատրվում, որովհետեւ երբ որ ուղղահայաց կլինի, եւս իր էլի ճիշտ դեմքը կտեսնեք, որովհետեւ ինքը արդեն կգա մեկ այլ դեմքով ձեզ մոտ, այդ 1 ամսվա ընթացքում, ոնց որ 1 ամիս էր, եւ հետո արդեն նորից էլի նույնը կդառնա, ինչպես ինչը որ առաջ էր, եւ էլի ձեզ համար նա այն նույնը կլինի, ինչ համար որ բաժանվել էիք։ Ուրեմն Վեներայի հետադարձի ժամանակ չի կարելի մազերի գույնը փոխել, կոսմետիկ վիրահատություններ բացարձակապես չի թույլատրվում անել, որովհետև երբ որ կոսմետիկ վիրահատություն անեք, ես մեկին զգուշացրեցի, ինքը չլսեց, 3-րդ անգամ քիթը վիրահատեց, որովհետև հետադարձ Վեներայի ժամանակ էր վիրահատել եւ սխալ էին վիրահատել, 3-րդ անգամ էր վիրահատում։ Տան հետ կապված ոչ մի նոր բաներ չի կարելի գնել, նոր տուն չի կարելի գնել, տան իրեր եւս, ոչ տուն, ոչ տան իրեր, մեծ գնումներ, թանկարժեք գնումներ եւս չի կարելի անել, նոր հարաբերություններ չի կարելի սկսել։ Ես այս ամեն ինչի մասին անպայման ձեզ հետ կխոսեմ հետադարձ Վեներայի տեսանյութի ժամանակ։ Եվ 2 բառ էլ ասեմ Սատուրնի մասին, թե ինչ ինքը չի սիրում, որպեսզի հասկանալի լինի, շատերն են Սատուրնից վախենում։ Սատուրնը չի ընդունում 1 գիշերվա ընթացքում հարստանալը, 1 ամսում 10 կիլոգրամ կորցնելը, գրող դառնալը առանց կարդալու, մկաններ կառուցել սպիտակուցային փոշիներով, երիտասարդ մնալը կոսմետիկայի միջոցով, առողջ սնվելու փոխարեն հավելումներ ընդունելը, առանց ծախսելու վաստակելը կամ հակառակը, սրանք այն պահերն են, այն նախագծերն են, որոնք Սատուրնը չի աջակցում ձեզ։ Նա հակառակը, այնպիսի դասեր կտա այդ ընթացքում, որ ամբողջ կյանք ոնց ասում է, կփոշմանեք, որ նման բան եք արել։ Հատկապես եթե Սատուրնը գտնվում է ձեր 6-րդ տանը, գնաք եւ ոչ թե կոսմետիկ ինչ որ պրոցեդուրաներ անեք կամ երիտասարդ մնալու համար ինչ որ հատուկ բաներ անեք, գուցե նաեւ հետագա քայլը շատ ավելի վատավարտվի։
Եվ ինչու են խոսում Սատուրնի մասին երկու տարբեր կարծիքներ կա, իհարկե բնականաբար, որովհետև ավանդական աստղաբանության մեջ համարվում է չարամիտ մոլորակ, իսկ արդեն ժամանակակից աստղաբանության մեջ նա համարվում է իմաստուն ուսուցիչ, որ դաս է տալիս դիմացինին, որ դիմացինը հասունանա։ Եվ նա ընդհանրապես կապված է անմիջապես կարմայի հետ, ինչպես որ ասում են, ինչ ցանում եք, այն էլ հնձում եք։ Սովորաբար Սատուրնը մի նշանում մնում է 2,5 տարի, բայց կախված է արդեն ձեր քարտեզից։ Ինքը կարող է 2,5 տարի մնալ մեկ նշանում, բայց դեռևս ձեր տանը, ձեր քարտեզում այդ տանը ինքը մնա դեռևս 5 տարի, 4 տարի։ Եվ դուք մտածելով, որ ահա այս նշանում էր գտնվում, դուրս կգա եւ ինձ մոտ փոփոխություններ տեղի կունենա, ասեմ, որ ոչ, էներգիան է փոխվում, բայց չի փոխվում ոլորտը։ Եվ երբ Սատուրնը մտնում է, լինում է ձեր ասցենդենտի նշանում, դա նշանակում է վերակառուցման գործընթացի սկիզբ։ Եվ 7,5 տարի անց սկսվում է այս ոլորտում առաջընթացի շրջան։ Այսքանը սիրելիներս խավարումների ժամանակ անպայման տեսանյութեր կլինեն եւ ինձ շատ է հետաքրքրում փետրվարի 17-ի այս արևի խավարումը, որովհետեւ արևի խավարումը դա նորալուսին է եւ դա նշանակում է նոր բաների սկիզբ եւ երբ որ այն լինում է հենց այն տարվա սկիզբը, որը լինելու է, հա, մենք օծի տարուց տեղափոխվում ենք ձիու տարի, հենց այդ նույն օրը Հենց այդ նույն օրը կատարվում է արևի խավարում, դա նշանակում է նոր կյանքի սկիզբ բոլորիս համար։ Եվ ձին էլ հենց այդպես արագընթաց մեր կյանքը այդպես կարագացնի, ուղղակի պետք է հասցնեք իր հետևից վազեք։ Ինքը սիրում է արագություն, բայց չի սիրում, որ մարդը անորոշ կամ նստում է կամ պահի ազդեցության տակ է, որովհետև որոշումներ կայացնում։ Դա պետք չի անել։ Ավելի լավ է ավելի արագ լինել, ամեն ինչ արագ անել, բայց պահի ազդեցության տակ որոշումներ չկայացնել։ Այսքանը սիրելիներս 2026 թվականի համար որոշ տեսանյութեր եւս էլի կլինեն, որոնք որ վերաբերվում են այս տարվան, թե ինչպեսի տարի է լինելու, ինչպես այն կանցնի, ինչպես կազդի բոլորիս վրա, որովհետև մտնում ենք նոր տարին, մենք հունվարի 1-ին ենք միշտ հաշվում, բայց հունվարի 1-ին դեռ պետք է հասկանանք, որ պարզապես մենք անցնում ենք մյուս տարվա շեմը, բայց որ անցնում ենք մեկ այլ կենդանակերպի նշան, դա լինելու է փետրվարի 17-ին, մինչև հաջորդ տարի փետրվարի 8-ը կարծես թե։ Այսքանը սիրելիներս, լավ եղեք, ուշադրություն դարձրեք ամսաթվերին, որպեսզի ճիշտ կարողանաք կառավարել, կառուցել ձեր կյանքը, որովհետև մեկ ես չեմ հասցնում տեսանյութ անել, մեկ այլ տեսանյութեր կարող եք բաց թողնել, որպեսզի դուք հասկանաք, թե երբ պլանավորեք ձեր ճանապարհորդությունը, ձեր գնումները, որովհետև հետադարձ Մերկուրի ժամանակ գիտեք, որ գնումներ չի կարելի, որովհետև խնդիրներ են առաջանալու, հենց հիմա մեր տանը մի ապարատ է դրած, որ մենք չհամբերեցինք, որ գոնե Մերկուրին 2 օր առաջ գնար, հենց մեր հետադարձը փոխվեց շաբաթ օրը, մենք Կիրակի օրը գնացինք, իր գնացինք, շտապելով իհարկե, եւ հիմա տանը դրած է փչացած։ Այնպես որ ես ձեզ միշտ ասում եմ, դրա համար ավելի շուտ եմ ասում ամսաթվերը, որպեսզի դուք կարողանաք ճիշտ կառավարել ձեր կյանքը։ Օրինակ Մերկուրիի հետադարձ լինելու դեպքում դուք արդեն կարող եք հասկանալ, երբ գնեք ձեր տոմսերը, որպեսզի հետադարձ Մերկուրիին չհանդիպեք, որպեսզի ավելի հանգիստ եւ խաղաղ գնաք եւ նույն կերպ էլ հետ վերադառնաք։ Հենց դա եւ որ այստեղ տեղի ունենալու Մերկուրիի հետադարձը, որ մնաց, նայեք հունիսի վերջ մինչև հուլիսի վերջ։ Այդ ամենակարևոր ժամանակաշրջանը, երբ որ մարդիկ գնում են հանգստանալու եւ միշտ հարամ է անում, բուն հանգիստը հարամ չի լինում, բայց գնալ գալը խնդիրներ եւ ամեն մի անցած այս տարի ամռանն է հետադարձ Մերկուրի ժամանակ մենք էլ եւս գրանցել էինք հյուրանոց, գնացինք, տեսանք, որ այդ հյուրանոցում գրանցված չենք։ Դրա համար պետք է անպայման ֆիքսել, զանգահարել եւ այս տարի անպայման այդպես եմ անելու, զանգահարելու եմ, նոր հետո գնամ, որովհետեւ այ խնդիրներից խուսափելու համար։ Մերկուրին նման խնդիրներ է ստեղծում, թե չէ բուն, թե ինչպես կանցնի, դա արդեն խնդիր չէ։ Դրա համար կարող եք գրանցել եւ այդ օրերին տոմսեր չգնել կամ մինչեւ այդ գնել, որովհետեւ այդ օրերին երբ որ գնեք,
Խնդիրների մեջ եք հայտնվելու, գնալու եք ինքնաթիռ, որ նստեք, տեսեք տոմս չկա, դուք չեք գնել տոմս։ Շատ մեծ խնդիրներ է ստեղծում Մերկուրին, շատ մեծ։ Այսքանը սիրելիներս, լավ եղեք, ճիշտ մուտք գործեք 2026 թվական, քիթը բարձր, որովհետև ձին քիթը բարձր է, ձի գնելուց անպայման դեմքը թող վերև նայի, դիմաց նայի, ոչ թե դեմքը կախ նայի։ Դա պարտադիր պայման է, որ նա պետք է դիմաց նայի, ոչ թե գլուխը կախի։ Եվ դուք էլ իր նման այդպես առաջ եւ պարտադիր է, որ տունը իդեալական մաքուր լինի հունվարի դեկտեմբերի 31-ի գիշերը։ Այսքանը լավ եղեք, թող 2026 թվականը միմիայն ձեզ հաջողություններ բերի եւ հետադարձների ժամանակ քաղեք այն դասերը, որոնք որ իրականում ձեզ պետք են, նոր կյանք սկսելու համար, նոր ապրելակերպի համար, ճիշտ ապրելու համար։ Եվ հետադարձ Մերկուրին նրանով է լավ, որ դուք կկարողանաք կառավարել ձեզ, կարգի բերել բոլոր ձեր գործերը, որոնք որ մնացել են։ Որովհետև կարող եւ մնացել են, դուք ուզում եք առաջ գնալ, բայց այնտեղ բան կա բաց թողած, եւ այդ բաց թողնվածը էլի գալու է ձեր կյանք, որպեսզի այն ուղեք։ Ավելի լավ է հիմա դուք գնաք ուղեք գաք։ Այսքանը լավ եղեք։